Ողջույն ձեր բոլորին, բարի եկեք մեր Շնորհ Հայաստանի ծրագրին, ուրախ ենք, որ այսօր մեր մեջ ունենք մեր սիրելի եղբայրը Դավիթ Գյուրեղյանը, Դավիթ եղբայրը մեր հովիվներից է Հայաստանում, ծառայում է Երևանում, Շնորհի խոսք եկեղեցիում, եւ այսօր միասին պիտի զրուցենք ընդհանրապես հովական ծառայության մասին։ Ուրախ ենք, որ մեր մեջ ես։ Ես էլ շնորհակալ եմ շատ, հույս ունեմ, որ մեր հանդիպումները կնպաստեն մեր եւ Աստծո ժողովրդի հոգեվոր ամրապնդմանը եւ աճին։ Ամեն, ամեն։ Եվ այսօր մեր զրույցը հատկապես կլինի, ինչպես նշեցինք, հովական ծառայության վերաբերյալ եւ խոսենք թե ով է հովիվը եւ նրա ծառայության կարևորության մասին եւ խոսենք նաեւ ինչ է հովական կոչը եւ հովական կոչի հետ կապ ունեցող ներքին ու արտաքին այդ կարևոր տարրերը, որ մեկը ուրգից կարող է գիտնալ, որ ինք Տիրոջից կանչված է այս ծառայության համար։ Ուրեմն, Դավթ ջան, դու ուզում եմ, որ խնդրում եմ, որ դու քեզ ներկայացնես մի քիչ, որովհետեւ մեր ժողովուրդը գիտնա վրայով է։ Ես մի քիչ կարող եմ ասել 1-2 բանի վրայով։ Շատ լավ, սիրով։ Դե ինչպես ասացիր, ես Դավիթն եմ, Գյուրեղյան, ովքեր որ չեն ճանաչում, 38 տարեկան եմ, ամուսնացած ենք, մի տղա ունենք, Հովելը, մեկն էլ Տիրոջ մոտ է։ Ծառայում եմ Երևանի Շնորհի խոսք եկեղեցում, երեցներից մեկն եմ։ Այդպես նաև երաժիշտ եմ, մասնագիտությամբ սաքսոֆոնահար եմ, բայց տարիների ընթացքում Աստված ավելի կենտրոնացրեց հովական ծառայության մեջ եւ շարունակում եմ ծառայությունս հովության մեջ, ծառայելով Աստծուն, ծառայելով իր ժողովրդին։ Երևի մասին այդքանը։ Հա, մի քիչ հետ իհարկե կզրուցենք մի քիչ ավելի։ Ավելի երկար կպատմեմ։ Այո, ավելի երկար խնդրում եմ, որ պատմես դեռ ինչպես քեզ հոգեվոր ծառայության կանչեց, նմանավանդ հովական ծառայության։ Ոչ թե պարզապես Տիրոջ ծառայության, ապա Տիրոջ ծառայությունը հովական ծառայության առումով։ Շատ լավ։ Հիմա խնդրում եմ, որ հետեւյալը մի քիչ զրուցենք։ Ով է հովիվը։ Հովիվ հասկացողությունը ինչ է։ Սուրբ քրային առումով։ Իհարկե մեր բոլոր զրույցը սիրելի ունգընտիրներ Աստվածաշնչի վրա հիմնված է եւ մեր ցանկությունն է, որ մեր պատասխանները միշտ Աստծո խոսքի համաձայն լինեն, որովհետեւ մենք ուրիշ բան ասելիք չունենք։ Այո։ Ինչ որ ունենք, Տիրոջ խոսքի համաձայն ուզում ենք, որ մեր ժողովրդին ներկայացնենք մեր խորհուրդները, գաղափարները, չէ՞ թե ոչ մարդկային խորհուրդներ, գաղափարներ կլինեն, պարզապես, եթե մերը լինեն։ Ուրեմն, Դավթ ջան, ասա, հովիվը ով է եւ հովական ծառայության նշանակությունը, կարեւորությունը։ Այո։ Շատ լավ, շատ լայն թեմա է եւ հույս ունեմ, որ մենք շաբաթների կամ ամիսների ընթացքում էլ ավելի մանրամասն կանրադառնանք հովական ծառայության տարբեր ասպեկտներին, տարբեր կողմերին, բայց ավելի կոնկրետ եթե հիմա խոսենք թե ով է հովիվը, մի փոքրիկ սահմանում տանք եւ սուբգրային մեջբերումներ անենք։ Հովիվը մեկն է, ով կարգված է Աստծո ժողովրդին հոգ տանելու եւ պետք է ունենա իր համապատասխան որակները, ինչպես որ Սուրբ Գիրքն է ցույց տալիս, այսինքն տվյալ աշխատանքին ծառայությանը համապատասխան մեկը, ով կանչված է Աստծուց, նշանակված է Աստծուց եւ Աստծո նպատակներին պետք է ծառայի։ Իսկ եթե ասենք ով է հովիվը, հովիվը այն մարդը, ում կանչում է Աստված, ում պատրաստում է իր նպատակների, իր ժողովրդին հոգ տանելու համար, իր նպատակներին ծառայեցնելու համար։ Եվ Գործք առաքելոցում 20-րդ գլխում 28-րդ համարում Ղուկասը այսպես է գրում, ասելով Պողոս առաքյալն է իհարկե խոսում, ասում է զգուշ եղեք ինքներդ ձեզ համար եւ ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովեք Աստծո եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով։ Իսկ այստեղ տեսնում ենք, որ նրանք կարգված են հովելու համար, հոգ տանելու համար Աստծո ժողովրդին եւ իրենց պաշտոնի, իրենց ծառայության սահմաններում իրենք պետք է համապատասխանեն Աստվածաշնչյան չափանիշներին։
Իհարկե դրանց մասին էլ ավելի մանրամասն խոսենք հետագայում, բայց պարզապես փոքրիկ պատկերացում, որպեսզի մեզ լսողներն էլ մտորեն այս թեմայի շուրջ, հովիվը մեկն է, ով կանչված է Աստծուց, ով համապատասխանում է Աստծո ուզած չափանիշներին եւ ով պետք է ծառայի Աստծո ժողովրդին, հոգ տանի իրենց համար։ Ինչպես որ ֆիզիկական կյանքում երբ ասում ենք հովիվ, մարդ անմիջապես պատկերացնում է օրինակ գյուղական կյանքը, ինչպես են հովիվները ինչ են անում, իրենց գործառույթը ոչխարների համար հոգ տանելն է։ Եվ այդ համեմատությամբ կարող ենք մի փոքր պատկերացնել, որ Աստծո ժողովրդին պետք է հոգ տանել։ Իսկ թե ինչպես, որն է դրա գործառույթները կխոսենք։ Այո, շնորհակալություն։ Այո, Տիրոջը ոչխարներն են, Աստծո եկեղեցվո հոդը եւ Տիրոջ հովիվներին, այդ հովիվները, որ Տերը ինքը կանչած է, դրանց բարդականությունը, այդ երեցները, եպիսկոպոսները, այդ հասկացողությունը երեց, եպիսկոպոս, հովիվ նույն դիրքի մասին, նույն ծառայական դիրքի մասին խոսում է։ Ճիշտ է։ Հովվական ծառայության նկատմամբ եղբայրս հիմա այո, հովիվը հագիչ կերպով սահմանեցինք, թե ով է հովիվը։ Հիմա ինչու կարևոր է հովվական ծառայությունը, ինչու կարևոր է երեցի ծառայությունը, նմանավանդ այն երեցը, որ ինք կանչված է հոդը հովվելու սկսյալ կառուցության, առողջ կառուցության միջոցով։ Հիմա շատ չենք ուզում իհարկե ներկայիս կենտրոնանալ կառուցապանության նկատմամբ առաջիկա մեր տեսալովակներում կարող ենք ավելի խոսել նրա վրայով, բայց մի քանի բաներ ասա, խնդրում եմ, որ ինչու հովվական ծառայություն, առողջ հովվական ծառայությունը կարևոր դեր ունի, դիրք ունի եկեղեցու կյանքի մեջ։ Դա բխում է կարիքից։ Եթե չլիներ կարիք, չէր լինի համապատասխան պաշտոն եւ համապատասխան ծառայություն։ Եվ նորից զուգահեռ եթե մենք գյուղական կյանքին տանենք հասկանալու համար, կտեսնենք, որ իրականում դա ընկալել այդ հարցի էությունը ընկալել այդքան էլ բարդ չէ, թեպետ իր մեջ ունի շատ բարդություններ։ Էությունն այն է, որ Աստծո ժողովուրդը հոգևոր մի վիճակից պետք է տեղափոխվի մյուսին եւ պետք է քրիստոսանմանեցման այդ ընթացքին նպաստեն հովիվները, որոնք որ պետք է աշխատեն Աստծո սահմանած կարգով, Աստծո սահմանած կերպով, չէ՞ որ մենք գիտենք Աստված ինչ որ ստեղծեց իր նշանակությամբ ստեղծեց եւ իր տրամաբանությամբ եւ մարդը չի կարող Աստծո դրած կարգերը եւ տրամաբանությունը փոխել։ Եվ այստեղ էլ Աստված դրել է կարգ, որ իր ժողովուրդը հոգևոր մի վիճակից պետք է տեղափոխվի մյուսին եւ այդ կարիքը լրացնելու համար տվել է պաշտոն եւ այդ պաշտոնին պետք է ծառայեն մարդիկ, որպեսզի Աստծո ժողովուրդը օրեցօր ել ավելի իր մտքով նորոգվի, սրբակենցաղության մեջ առաջ գնա եւ Քրիստոսի պատկերին քիչ-քիչ կերպարանակից լինի ամեն օր։ Այսինքն կարիքը այստեղ կօգնի հասկանալու թե ինչ գործառույթ ունեն ընդհանրապես հովիվները, ինչ պետք է անեն, ինչի համար են իրենք կարգված։ Եվ բնականաբար դրանից կբխի արդեն թե ինչպես են իրենք դա անում եւ ինչ միջոցով են դա անում։ Ինչպես են անում եւ ինչ միջոցով են անում, իհարկե։ Ուրեմն ինչ որ հասկանում ենք, լավ ջան, Աստծո մարդուն, այսինքն հովվի դերը գլխավոր հետևյալն է, որ Աստծո հոդին առաջնորդի, ոնց նրանք Քրիստոսանման լինեն ավելիով։ Իհարկե, եւ խոսենք սրա վրայով էլ, նախ եւ առաջ հովիվը ինք պետք է որ կարողանա Քրիստոսավայել կյանք ցուցաբերը Տիրոջ բարքի համար իր կալվածքով օրեօր եւ այդպես անելով ինք հետո կարողանում է որ ուրիշների օգտակար լինի ինչ որ հիմա համար միտքս եկավ 1 Տիմոթեոսից 4 գլխից այդ հովվական թղթերից մեկը Բողոս Արաքյալը հետևյալը ասում է Տիմոթեոսի Կարդալով 13 համարից 4 գլխի մինչև իմ գալը ուշադրություն դարձրու ընթերցանությանը Աստծո խոսքի ընթերցանությանը խրադելուն եւ ուսուցանելուն ասիկ այս բաժինները Աստծո խոսքի ուսուցման նկատմամբ կարևոր տեղ ունեն հովվի կյանքի մեջ բայց սկսյալ նրա համար էլ
նրա օգտակարության համար էլ ինքը որ գարթում է ազոխոսք ուսումնասիրում է իհարկե սա իր հոգևոր առողջության համար լավ է ամեն բանից առաջ որբեսի կարողանա այդ ուրիշներին օրինակ խրադել ուսուցանել հետո ամբույթ մի եղիր քո մեջ եղած այն շնորհի նկատմամբ որ քեզ տրվեց ասում է անշուշտ մարգարեությամբ երեսների ձեռնադրմամբ նրա բարակայում սրանց մասին մտածիր սրանց մեջ եղիր որ քո առաջտիմությունը բոլորին հայտնի լինի դիրոջ բարքի համար ոչ թե առաջտիմությունը նրա հայտնի լինի որ մարդիկ ասեն օ ինչ լավ եղբայր է ինչ բաներ ըրած է ինչ լավ կարոզում է ինչ լավ ծառայում է եւ այլն հետո ասում է ուշադիր եղիր 16-րդ համարն է որ ուզում էի նրա վրա կենտրոնանանք ուշադիր եղիր ինքդ քո եւ ուսման նկատմամբ քո վրայով եւ քո ուսման վրայով այս երկու բաժինները ու դրա մեջ հարադեվիր եւ նայեցեք սերներ ինչ որ այստեղ առաքյալը ասում է նախ քո ուսման չի ասում ուսուցման չի ասում քո վրայով ուշադիր եղիր ինչու որովհետեւ ես կարող եմ ազո խոսքից որոշ բաներ սովորած լինել բայց իմ կյանքը չի համապատասխանում ներկայիս ազո խոսքին բայց այստեղ մտայնորեն այդ պաշարը ունեմ կարող եմ սովորեցնել մեկնաբանել քարոզել որպես ժողովուրդը օգտագործվի բայց ոնց է իմ հոգևոր ներսի իրավիճակը եւ առաքյալը ասում է Դիմոթեոսի ուշադիր եղիր ինքդ քո եւ ուսուցման նկատմամբ ու դրա մեջ հարադեվիր այս երկուքը միասին որովհետեւ այդ անելով ուրեմն ինչ անում ես նախ եւ առաջ կփրկես թե ինքդ քեզ եւ թե քեզ լսողներին առաջ դու քեզ կփրկես փրկես արումով իհարկե մենք չենք խոսում վերստին ծննդի մասին այսինքն քո սրբացման ընթացքը շարունակվում է դիրոջ առաջ եւ այդպես անելով նախ եւ առաջ դու քեզ կփրկես դու քեզ դիրոջ առաջ ազո շնորհով կցուցաբերես որ դու ընդիրես դիրոջ շնորհով հավատարիմ ես դիրոջ շնորհով որբես հետո կարողանաս քեզ լսողներին օգտակար լինել փրկել այդ հասկացողությամբ ուրեմն հովական ծառայության կարևորության նկատմամբ Դավիթ եղբայրս ասեցիր որ ազո մարդու ծառայությունի կարևոր մի մաս է որ նրա բոլոր ծառայությունը նպաստի ազո ժողովրդի Քրիստոսանման Քրիստոսավայել լինելուն ուրիշ ինչ կարաս ավելացնել սրա կողքը այստեղ ավելի շատ որ իմ մտքին գալիս է առաջինը որ ինչը պետք է լինի դա այն է ինչով որ ինքը առաջնորդում է հովիվը առաջնորդում է հոտին նորից շարունակ զուգահեռ տանելով հողագործության կամ բնության մեջ եղած կարգերին տեսնում ենք որ ինչպես որ ոչխարները կարիք ունեն արոտ գնալու եւ լավ խոտ ուտելու, թարմ խոտ ուտելու եւ դրանից է կախված իրենց ֆիզիկական առողջությունը եւ իրենց արդյունավետությունը, նույնը նաեւ հոգեվոր կյանքում։ Այսինքն եւ հոգեվոր կյանքում Աստծո խոսքն է միջոցը սնելու համար ժողովրդին եւ դրա որակից կախված կլինի արդեն ժողովրդի հոգեվոր աճը, ժողովրդի հոգեվոր վիճակ եւ քրիստոսանման լինել կամ չլինելը։ Այսինքն կարող ենք ասել ինչպիսին սնունդն է, այդպիսին կլինի նաև առողջությունը։ Եվ այստեղ միացնելով նաև քո մեջ բերած տեղին, որ զգուշ եղիր կամ ուշադիր եղիր եւ քեզ եւ քո ուսուցմանը, քո վարդապետությանը, ուսուցումը եւ վարդապետությունը դա առաջին եւ հիմնական բանն է, որով որ առաջնորդում է հովիվը ժողովրդին, որտեղ Աստծո խոսքը այն պիտանի է եւ փոխելու մեզ ներքուստ մեր մտքերը եւ մեր ինչպես Դավիթն է ասում լույս է մեր շավիղների համար մեր մտքերն են նորոգում մեզ ամեն օր մի փոքր ավելի ու ավելի հեռացնում է մեր հին պատկերացումներից մեր մեղավոր սովորություններից մեր մեղավոր մտքերից եւ ավելի կարծես վերածրագրավորում է Քրիստոսի միտքը որ մենք աստիճանաբար սկսենք մտածել ինչպես Քրիստոս գործել ինչպես Քրիստոս այսինքն միջոցը Աստծո խոսքն է ուսուցումը վարդապետությունը որը որ պետք է լինի իսկապես աստվածաշնչյան պետք է լինի իսկապես Աստծո խոսքը եւ դրա պտուղը կլինի անպայման այն որ լսողներն էլ օգուտ կքաղեն եւ օրեցօր իրենց կյանքը կսկսի փոխվել այսինքն ինչպեսին որ սնունդը կլինի այնպես էլ կլինի նրանց արդյունքը ուրեմն Աստծո ժողովրդի համար
սնունդի որակը կարևոր է։ Այո։ Մի քիչ սրա մասին խոսա, խնդրում եմ։ Ինչու որովհետև ունենք այդ հասկացողությունը, որ գա ընդհանրապես եկեղեցիներում, ես չեմ ասում, որ ամեն եկեղեցի այդպես է, բայց սովորաբար ասենք, որ մինչև մի բան, որ Աստծո խոսքից է, լավ է։ Հա, բայց ոնց կարող ենք մենք հասկանալ, ճոգել, որ ինչ որ մեկը քարոզում է, սովորեցնում է Աստծո խոսքից է եւ սննդարար է։ Մի քիչ սրա մասին զրուցեք։ Ես չեմ կարող չխոսել այս դեպքում քարոզչության մասին, քարոզաբանության մասին, որովհետեւ մենք երբ որ ասում ենք Աստծո խոսք, մենք նկատի ունենք Աստծո մտադրությունները փոխանցել մարդկանց։ Ինչ որ Աստված նկատի ունեցել։ Ուրեմն Էլիաս է Աստծո մտադրությունները փոխանցել մարդկանց։ Աստծո խոսքի քարոզչությունը ուղերձ Աստծո խոսքի սրա հետ կապ ունի։ Ոչ թե մարդկանց մտադրությունները փոխանցել ժողովրդին, մարդկանց անեկդոտները, մարդկանց խաղապարները, Աստծո մտադրությունները։ Որովհետև հոգևոր սնունդը դրա մեջ է։ Երբ մենք ասում ենք հոգևոր սնունդ, մենք նկատի ունենք պարզապես մեջբերել Աստծո խոսքը։ Մենք նկատի ունենք փոխանցել դրա իմաստը, դրա նշանակությունը, որը որ համընկնում է մարդու ներքին ներաշխարհի հետ, կյանքի հետ եւ ինչպես Եբրայեցիս նամակում է ասվում, ինչպիսին է Աստծո խոսքը եւ ինչ ազդեցություն է թողնում երկսայրի սրից ավելի սուր, որ թափանցում է մինչեւ մարդու խորքերը եւ անում է իր աշխատանքը, բայց երբ չի փոխանցվում Աստծո մտադրությունը, կարծես արհեստականորեն արգելափակեն այդ հնարավորությունը, որ մարդը կարողանար հասկանալ։ Դրա համար այստեղ հովիվների պատասխանատվությունը շատ մեծ է, որ իրենք իսկապես կարողանան ուսումնասիրել Աստծո խոսքը այնպես եւ այնքան, որ ոչ թե պարզապես վերընթերցեն, այլ կարողանան տողատակերը ցույց տալ, ինչ որ Աստված նկատի ունեցել։ Եթե խոսենք միայն վերընթերցելու մասին, դա ժողովուրդն էլ տունը կարող է անել։ Հովիվը ինչ ավելին պետք է անի։ Հովի գործը շատ ավելին է, այսինքն ցույց տալ, թե Աստված երբ ներշնչել է իր խոսքը իր առաքյալների, մարգարեների միջոցով, համահեղինակների միջոցով, ինչ է նկատի ունեցել։ Եվ այդ ճանապարհը անցնելու համար պետք է նախ հովիվը ուսում ստանա, կրթություն ստանա։ Շատ ժամանակ մարդկանց համար մի փոքր խորթ է լինում, իրենց թվում է, որ եթե իրենք կանչվում են ծառայության, պետք է կարևոր չէ սովորած լինեն թե ոչ։ Բայց այդ նույն մարդիկ շատ լուրջ են վերաբերվում եւ աշխարհում պետք է ինչ-որ մի բանի մասնագետ լինեն։ Դա սովորական կարգ է, նորմալ ընթացք է, եթե մի բանում դու պետք է հմտանաս, դու պետք է լինես մասնագիտանաս, դու պետք է սովորես եւ նույնն է այստեղ։ Եվ հովական ծառայության պարագայում ես կասեի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, քան երբ դու դառնայիր կյանքում որևէ այլ մասնագետ։ Ես պարզապես համեմատելու համար եմ դա ասում, որովհետեւ եթե աշխարհում որևէ մասնագիտություն օգնում է մարդկանց երկրային կյանքը կազմակերպելուն կամ ինչ-որ արհեստ ձեռք բերելուն, սա հավիտենական նշանակություն ունեցող գործ է, մարդկանց հոգիների հետ կապված։ Եվ դրա համար տեղին էր քո մեջբերումն էլ զգույշ լինելու Տիմոթեոսին ուշադրություն դարձնելու եւ իրեն եւ իր ուսուցմանը։ Հիմա կապված որակի հետ, ուսման որակի հետ, հա, Աստծո խոսքի, այսինքն երբ ասում ենք փոխանցել Աստծո խոսք, մենք նկատի ունենք հասնել Աստծո մտադրություններին։ Իսկ այդ ճանապարհին մեզ պետք է ուսումնասիրել Աստծո խոսքը իր համատեքստի մեջ, որպեսզի մենք հասկանանք, թե այդտեղ Աստված ինչ էր ուզում ասել։ Դրա համար, որպեսզի մեր ժողովրդին չծանրաբեռնեմ տերմիններով, պարզապես մի քանի բան ասենք, որ բառը իմաստ է ստանում նախադասության մեջ։ Նախադասությունը իմաստ է ստանում հատվածի մեջ եւ հատված իմաստ է ստանում իր ամբողջ համատեքստում։ Եվ այս ճանապարհը պետք է հովիվը անցնի, որպեսզի ինքը կարողանա փոխանցել Աստծո մտադրություն, չէ՞ որ երկուսն էլ կարող են մեջբերել Աստվածաշնչից, ինչպես օրինակ Հիսուսի պարագայում փորձության ժամանակ Սատանան մեջբերեց Սաղմոս 90-ից 11-12-րդ համարները, բայց Հիսուսը այն հակադարձեց, որովհետև Սատանան խոսքի ճիշտ իմաստը թաքցնելով մեջբերեց։ Մեջբերեց միտեղ, որտեղ որ Աստծուն վստահողի մասին այդ Սաղմոսը, իսկ ինքը անվստահության պարագայում մեջբերեց։ Այսինքն մեջբերել Աստծո խոսքը դեռևս չի նշանակում փոխանցել Աստծո կամքը։ Եվ ինչպես ժողովուրդը իմանա քո հարցին կանք, հա, ինչպես ժողովուրդը իմանա ինչպես կարող է մեր լսարանը նրանք որ գնում են մեր եկեղեցիները որ հասկանան որ ինչ որ սովորում են
ոչ թե մենք ինչպես ասեցիր, որ սա սուրբ գրքից է։ Ինչու որ մեկը կարող է սուրբիկը բացել եւ կարդալ, բայց սա չէ հարցը։ Հաբա ինչպես ասեցիր, այդ բառը այդ նախատասության մեջ գրված է։ Նրա իմաստը նրա հետ կապ ունի։ Այդ նախատասությունը այդ հատվածի մեջ գրված է եւ այլն։ So ինչպես մեկը կարող է գիտնալ, որ իր լսածը առողջ սուրբ գրքի համաձայն ուսուցմունք է կամ ոչ։ Վստահ լինելու համար պետք է չի հիմնվել մարդկային հեղինակության վրա, ով է ինքը, ով է ասողը, պետք է ամեն մարդ ինքը կարողանա սովորել ինչպես ստուգել, ինչպես հետևել Աստծո խոսքին։ Եթե մենք պետք է դառնանք, սա առանց վիրավորելու եմ ասում, թութակ, որ կրկնում են պարզապես ուրիշի մտքերը, մենք այս ճանապարհով երբեք չենք հասնի զանազանման, տարբերակել, մենք չենք կարող տարբերակել։ Բայց ով որ կվերցնի Աստծո խոսքը եւ երբ լսի քարոզը կուսումնասիրի ինչպես Բերիայի ժողովուրդն էին, ովքեր ավելի ազնիվ համարվեցին առաքյալի կողմից, որովհետեւ իրենք միայն չէին լսում, իրենք նաեւ լսածը ստուգում էին, գրքերով տեսնեին, արդյոք դա այդպես։ Այսինքն այստեղ ես ավելի կկարևորեմ լսողի պատասխանատվությունը, լսողն էլ իր կողմից ունի պատասխանատվություն հասկանալու իսկապես դա այդպես է թե ոչ, որովհետեւ եթե ինքը չլինի ստուգող, ինքը չլինի որոնող, ինքը չլինի համեմատող, ինքը երբեք չի կարող իմանալ որ քարոզչությունն է ճիշտ, որն է սխալ։ Ես սա խոսում եմ լսողի դիրքից։ Սա շատ կարևոր հարց է, Դավթյան, որովհետև շատ մարդիկ կան, որ եկեղեցի գնում են, բարձրապես մտիկ անում են մի քարոզիչի ասածը, եւ եթե այդ քարոզիչը նրանց համար ժամանակի գտրվածքով հեղինակություն լինում է, նրանք հարց չեն տալի։ Ինչ որ քարոզիչը ասում է, ընդունում են։ Բայց սրա մեջ խնդիր կա։ Այո, եւ դրա համար ես կտարբերակեմ երկու կողմն էլ, եւ քարոզչի կողմը, եւ լսողի կողմը, հա։ Այսինքն ես դեռևս խոսում եմ լսողի կողմից։ Օրինակ հասարակ ամենափոքր բաները եթե նշենք, ես թեկուզ անցած Կիրակի էլ մեր եկեղեցում պաշտամունքի ժամանակ հարցրեցի, ովքեր են բերել սուրբ գիրք, ովքեր են բերել տետր եւ գրիչ։ Այսինքն եթե այս մինիմալ բաները մարդու առօրյայում չկան, դա նշանակում է, որ ինքը չի աճում ուսման մեջ։ Եվ բնականաբար իր մոտ չի զարգանա այն կարողությունները զանազանելու որն է ճիշտ եւ որն է սխալ։ Բնականաբար դա մենակ ինքը չի կարող անել։ Իրեն պետք է սովորեցնել, եկեղեցին պետք է օգնի, սովորի, որպեսզի ինքը վարդապետական այնպիսի հիմքեր բազա ունենա, որի վրա կարողանա տարբերակել ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Բայց ամենաառաջին ես կսկսեմ մարդու պատասխանատվությունից, լսողի պատասխանատվությունից, որից հետո եկեղեցին անշուշտ իր դերն ունի, որ միշտ իր ժողովրդին պետք է ուսման մեջ առաջնորդի, սովորեցնի, բոլոր տարիքային խմբերին կարողանա հասնել, որ իրենք հասկանան ինչպես պետք է լսեն քարոզը, ինչպես պետք է հասկանան, ինչպես պետք է ուշադրություն դարձնեն։ Եվ վերջիվերջո երրորդ մասը, որը որ քարոզչի կողմն է, իսկ քարոզիչը եթե ինքը չի կարողանում Աստծո խոսքը ներկայացնել իր ամբողջ համատեքստի մեջ եւ ընտրովի է մոտենում հատվածներին, սա արդեն ազդանշան պետք է լինի լսողների համար։ Օրինակ իմ կյանքում ես հանդիպել եմ, վստահ եմ դու էլ եւ բոլորն էլ հանդիպած կլինեն, ես էլ եմ ժամանակին այդպես եղել, ինձ դուրս չհանեմ այդ մարդկանց միջից, հատվածները ընտրովի վերցում։ Ինչու, որովհետեւ չէի կարողանում հասկանալ սա ինչ է նշանակում, մյուսն ինչ է նշանակում։ Ես սա նույնը հրած եմ, ասին տարիներ առաջ նույնը արել եմ, եւ որ անչափ տարբեր հատվածներ, համարներ մի թեմայի շուրջ ասենք հավաքված, ներկայացնով այդ թեման, տարբեր համարներից խոսել, բայց սա չի նշանակում, որ այդ համարները շիդակ ծովով մեկնաբանված եւ կիրառված են, եւ սրանց վրա Տերը կամի առաջիկա մեր այսպիսի հանդիպումներին, զրույցներին խոսենք էլի ավելի մանրագրգիռ կերպով եւ օրինակներով։ Եվ օրինակներով, այո, դա շատ կարեւոր կլինի։ Այո։ Այսպես, այսինքն ընտրովի էի մեկնաբանում եւ այդտեղ հարցեր ընդհանրապես մեկնաբանությունը արժանահավատ է թե ոչ, բնականաբար ոչ, արժանահավատ չէ, բայց դա պետք է նշան լինի լսողի համար։ Եվ պետք է հարց տա, ինչու է այս հովիվը մեկնաբանելիս անցնում այն տեղեր, այն համարներ, այն հատվածները, որը դժվար ընկալելի են։ Եվ դա առաջին մեծ նշանը կարող է լինել չկրթված դեռևս լսարանի համար, որ նա հասկանալ ինչու անցանք։ Օրինակ,
մի դեպք լսեցի, որ մի հովիվ հռոմեացիս նամակներ սկսել քարոզել, մինչև 9-րդ գլուխ էր հասել եւ 9-րդ գլուխը չէր քարոզել, նաեւ 11-րդ գլուխը չէր քարոզել, որտեղ բավականին դժվար հատվածներ կան, բայց դժվարությունները ավելի են հեշտանում, երբ իր մտքի թելը կարողանում ես տեսնել, հասկանալ ինչ խնդրից էր առաքյալը միտքը զարգացել։ Ինչևէ, այսինքն առաջին լսողի պատասխանատվությունը, երկրորդ եկեղեցու, որ իրեն պետք է սովորեցնի, եւ երրորդ քարոզչի, արդյոք ինքը ընտրովի է մոտենում հատվածներին, թե համար առ համար մեկնաբանում է ամբողջ թուղթը կամ գիրքը։ Իսկ այստեղ չխոսել բացատրական քարոզի մասին, կարծում եմ ճիշտ չի լինի, բայց եթե կուզես հիմա մի փոքր դրա մասին խոսենք, սիրով, որովհետեւ ինչ է բացատրական քարոզը։ Որտեւ հիմա դու այդ տեսագանի քարոզի վրա խոսում ես, որ համար առ համար, խորհուրդ առ խորհուրդ, հատված առ հատված այդ խոսքը, ասենք գրքից կամ թղթից սկսվից մինչև վերջը, որովհետեւ չընդհատվի, հստակ հասկացվի, ինչ է բացատրական մոդեցումը ազոխոսքի ոչ թե միայն ուսումնասիրության, ապա քարոզչության։ Բացատրական քարոզը քարոզչության ինձ համար միակ ձևն է, որը որ օգնում է դուրս հանել Աստծո մտադրությունը այնտեղից։ Ամեն։ Եվ այդ ճանապարհը անցնելը բավականին դժվար է, բայց օրհնյալ ճանապարհ է, որովհետև եւ դա շինություն օգուտ է հոգեվոր։ Վարձատրությունը մեծ է։ Այո, եւ քարոզչին եւ իր լսարանին։ Բացատրական քարոզը հիմնականում ուղղված է համարները բացատրել իր հատվածի, իր գլխի եւ իր ամբողջ թղթի մեջ, եւ ամենակարևոր էլեմենտը, որը ես կընդգծեմ, հաջորդականորեն բացատրել, ինչպես որ հեղինակը գրել է, հաջորդականորեն բացահայտել այն միտքը, ինչ որ այնտեղ կար, բաց չթողնելով որևէ համար, որը որ իմաստի վրա կունենար ազդեցություն։ Բացատրական քարոզի նպատակն է օգնել մարդկանց հասկանալու այն, ինչ որ գրված է եղել Ինչ որ դերը մտադրած է։ Ինչ որ մտադրած է։ Ուրիշ խոսքով քարոզիչը կարծես դառնում է մի միջնորդ, ով որ կամուրջ է ստեղծում հնում գրվածի եւ նոր լսարանի միջև, չփոխելով դրա իմաստը երբեք։ Եվ այստեղ քարոզչի ջանքը, քարոզչի պատասխանատվությունը, քարոզչի կրթությունը առաջնային կարևորություն ունեցող հարց է, որովհետեւ առանց դրա քարոզիչը իր սեփական մտքերն է քարոզել, ուզենք թե չուզենք։ Եվ բացատրական քարոզի մասին երկու միտք, եթե կարելի է ասեմ, ինչու եմ ասում, որ քարոզչության միակ ձևն է։ Սա հովվի կարևոր գործերից մեկն է, ամենակարևոր գործերից մեկն է, ինչու որ մենք խոսում ենք կարևորությունը այս ծառայության։ Ինչու համար կարևոր է հովվի համար։ Այս ծառայությունը, որ անում է Աստծո ժողովրդին։ Կարևոր է, որովհետև Աստված ինքը ասում է, որ կարևոր է, որ Աստծո մարդը իր ժողովրդին ծառայի, ասենք հետևյալ ծևերով եւ նրանցից կարևորակույններից բացատրական քարոզի այդ մոդեցումով, որ սնունդը Աստծո ժողովրդին։ Այո, բացատրական քարոզը ես իրեն ինձ համար տարիների ընթացքում այսպեսի սահմանում եմ տվել, ասում եմ, որ այն մուլտիվիտամին է։ Այսինքն հովիվները երբեմն մտածում են, չէ՞, ասում են, պետք է տեսնենք եկեղեցում ինչ կարիք կա, դրա համապատասխան խոսենք։ Այո, ես նկատի չունեմ չտեսնել ու շատից չլինել, եւ երբեմն կարելի է անդրադառնալ հատուկ կարիքների։ Բայց երբ դու հատված առ հատված սկսում ես փոխանցել, մեկնաբանել Աստծո խոսքը, այնտեղ եղած կիրառությունները, այնտեղ եղած թեմաները այնքան է Աստված համապատասխանեցնում, օգտագործում լսարանի լսողին, որ այդ օրը ձեռնունայն ոչ մեկ տուն չի գնա, անպայման սնունդ կստանան հոգևոր, իրենց հոգևոր կյանքի համար պիտանի սնունդ կվերցնեն։ Դա հոգևոր աճի ապահովման համար մեկ գործիքն է, եկեղեցուն։ Այսինքն ոչ թե անհատական մակարդակում, այլ ընդհանրական հավաքույթների մասին ենք մենք խոսում։ Բայց հարցը այստեղ է, որ շատ մանհատներ, որ եկեղեցի գնում են եւ այդ բացատրական քարոզը լսում են շաբաթ շաբաթ մի գիրք, նրանց համար կարող է որ հետաքրական շատ չթվի, որ նրանք զորնակ ասում են, իմ գարիկս էս է հիմա, այս թեմայի վրայով է, բայց մինչև երբ պիտի սպասեմ, մինչև այդ թեման գա։ Ինչու որովհետև ինչպես գիտես, երբ որ սկսած ես մի գրքից քարոզել Աստծո մտադրությունը, իր գամքը, իր նպատակը, մեկը կարող է զորնակ մի թեմա սպասել,
բայց պետք է սպասի 6 ամիս, միջի որ այդ թեմային ասնի, այդ կրկից։ Ենթադրելով որ այդ գիրքը այդ թեմայի վրայով բավարար չափով զրույց անում է։ Okay։ Լավ, այնադեն այդպեսի մարդկանց ոնց մենք կարող ենք ներկայացնել ազո խոսքի քարոզությունը բացադրական մոտեցումով։ Եվ բացադրական քարոզ ասում ենք, այսինքն ազո խոսքի իմաստը ըստ Սուրբ Օգու ներշնչման համաձայն, որ այդ մարգարեի կամ առաքյալի ընկերագիտի միջոցով տրված է, Սուրբ Գրքի մեկնաբանությունը, իմաստը բացահայտել ժողովրդին եւ նրա կիրառումը այսօրվա համար, մեր լսարանի համար։ Սա է, այսինքն հագիր կերպով ասելով բացատական քարոզի սահմանումը։ Ոմանք չեն ուզում այդպիսի քարոզապանության տակ նստել, որովհետեւ նրանք ցանկանում են, ինչպես ասեցիր Դավթ, որոշ թեմաներ, որ նրանց կարիքի համաձայն այդ կարիքները պետք է որ հակեցվեն զորնակ այդ ժամանակաշրջանում, բայց այդպիսիների համար եւ որ մեկը լինի այդպես քո պատասխանը, գիտեմ մի քիչ խոսեցար սրա կապակցությամբ, բայց ավելի եթե բացատրես մեր լսարանի համար, որ ինչու այդպիսի հասկացողություն թիվ 1 առողջ չէ սուբկրայնորեն եւ ինչու համար այդպիսի անհատը պետք է որ ինքնին ենթարկի ազո խոսքին այսպիսի քարոզչության այսինքն միջոցով բացատական քարոզի միջոցով Այո, որովհետև եթե համարները առանձին ներկայացնենք առանց իր համատեքստի մենք կարող ենք դա ներկայացնել ինչպես որ մենք ուզենք ծածկարտակի պես կլինի Այո, օրինակ, եթե ասենք Մատթեոս 16-ում եւ 18-ում երկու անգամ խոսվում է ինչ որ կապեք կապված կլինի, ինչ որ արྩակեք արྩակված կլինի, մարդիկ երբ հանում են դա իր համատեքստից, օգտագործում են իրենց ուզած թեմայի մեջ եւ լսողներն էլ չմտածելով նրա մասին, որ այդ համարը իր համատեքստում ինչ էր նշանակում, իրենք ստիպված ընդունում են այդ ուսուցումը, ինչ որ իրենց քարոզվեց։ Բայց երբ որ վերադարձվում է իր համատեքստ, դրվում է, տեսնում է, որ այդտեղ մեղանչող եղբոր մասին էր խոսում, դրանից առաջ կար միտք, թե ինչ հերթականությամբ պետք է վարվել նրա հետ եւ մեղք է գործում, վերջում պարզվում է, որ այդ համարը իր համատեքստում ուրիշ նշանակություն ուներ։ Եվ մարդիկ ասում են, բայց մենք տարիներով այսպես ենք սովորել, շատ լավ, ինչու է այդպես սովորել, որովհետեւ քեզ երբ մեկնաբանել են, համարը փոկել են իր համատեքստից եւ քեզ առանձին ներկայացրել են։ Բացատրական քարոզը դա կարծես վերադարձ է Աստվածաշնչյան իրական հիմքերին։ Որ ժողովուրդը կարողանա ասել, իսկ ինչու է առաքյալը մյուս համարը գրում։ Կարող ես ասել, հաջորդ համարը ինչու է գրում, մյուս համարը ինչու է գրում, եւ ամբողջության մեջ ներկայացնում է ժողովրդին Աստծո մտադրությունը այդտեղ, Ժողովուրդը պատկերացնելու համար ասեմ, որ բացատրական քարոզը ինքն է մեզ տալիս թեման, մենք չենք ընտրում թեման։ Եվ թեմատիկ քարոզից տարբերվում է նաև դրանով։ Օրինակ ես չեմ մտածում հաջորդ կիրակի ինչ պետք է քարոզեմ, թեմա չեմ փնտրում։ Ես ուսումնասիրում եմ իմ հերթական հատվածը եւ ուսումնասիրության արդյունքում ես ստանում եմ թեմա այդտեղից։ Եվ աղոթում եմ, որ Տերը այդ թեման օգտագործի լսողների կյանքում։ Իսկ եթե հարցիդ համապատասխան լսողների մեջ կլինեն մարդիկ, որ մի կարիք ունեն, մտածում են 6 ամիս կամ 8 ամիս պետք է սպասենք մինչև մեր թեման հասնի, նման դեպքերում կարող են առանձին հովիվների հետ թեկուզ, եթե հրատապ հարց կա, իրենց թեմային առնչվող հարցի մասին նույնիսկ ուսուցում ստանալ առանձին։ Այո, մոդիկանան հարց տան։ Հա, դրա համար ես ասացի, որ առաջինը ընդհանրական պաշտամունքներին ես նկատում եմ, ընդհանրական կիրակնորյա ընդհանրական պաշտամունքներին։ Եվ ասեմ, որ նույնիսկ իմ փորձառության մեջ թեպետ տասնամյակներ չի իմ փորձառությունը, բայց չի եղել մի դեպք, երբ մարդու հետ կանոնավոր կերպով ուսուցում անցնենք, ուսում փոխանցենք եւ այդ մարդը հոգեորապես չամրապնդվի եւ չփոխվի, որովհետեւ այն մարդը, ով դեռևս Քրիստոսի միտքը օրեցօր չի ձևավորում իր մեջ, ինքը իր կարիքներն էլ ճիշտ չի գնահատում։ Իրեն թվում է, որ ինքը ունի A կամ B կարիքը, բայց Սուրբ Գիրքն ասում է, գիտես, քո կարիքը իրականում դա չէ։ Այո, քո կարիքը այլ տեղ։ Ուրիշ մի բան, այո։ Հա, դրա համար այս դեպքում պետք է ասել, որ լսողը պետք է աղոթքով գա լսելու այն բացատրական քարոզը, որը որ հնչում է եկեղեցում, եւ Տերը անպայման կօգտագործի իր կարիքները հոգեոր։ Ամենակարևորը դա է, որ
եւ որ եկեղեցի գալիս ենք եւ Աստծո խոսքի քարոզչյան դակ նստում ենք, բացական քարոզի դակ, մարդը պետք է անհատը պետք է հասկանա, որ ինք ստիված է, որ ստիված ասենք, պետք է սրդահոժար նստի եւ մտի կանե թե դերը ինչ ասում է այն օրվա համար։ Ոչ թե մի խոսքով այդ նախաբաշարունով կամ քանքադի հոգով մոտիկանա մեկը, որ հիմա ես զորօրինակ ինչ պետք ունեմ լսելու մկրտության մասին մի քարոզ, կամ դիրոջ ընտրիկի մասին մի քարոզ։ Եթե շարունակական հոսքը այդ գրքում հասած է մի տեղ, ուր պետք է մկրտության մասին խոսեցվի, հավատացյալի մկրտության, իհարկե, պետք է խոսեցվի, չէ՞։ Եթե հատված դա է, կամ եթե հատվածը զորօրինակ խոսում է, որ ինչպես որ մի անգամ կրոնական առաջնորդները եկան եւ դիրոջ ուզեցին փորձել, պետք է գայսերի հարկ տալ կամ ոչ։ Այսինքն ոմանք կարող է ասեն, որ ինձ ինչ պետք է այդ թեմայով զբաղվեմ։ Բայց այն օրը Աստծո հոգին սովորեցնելիք ունի այդ հատվածից։ Պատրաստ եմ ես, որ հնազանդության մտի գանեմ, թե Տերը ինչ ուզում է ասել։ Եվ ուրիշ մի բան, Դավթ, դու գիտես, որ երբ մենք Աստծո խոսքի առջև գալիս ենք, հատված առ հատված, շաբաթ շաբաթ, արդեն իսկ Աստծո մտադրությունը, Աստծո նպատակը ավելի եւ ավելի բացահայտվում է մեզ հավատարիմ բացատական քարոզների միջոցով, եւ մենք սովորում ենք Աստծո խոսքը ինչպես Տերը ինքը հայտնած է այդ հաջորդականությամբ։ Ինքը իր գամքը այդպես է, ինքը այսպես ոնց որ անջատ կերպով աճից ծախից համարներ չի հավաքած եւ մեզի չի հրամցած, այդպես չէ։ Հաբա դրամապանությունը կա։ Ես չեմ ասում, որ բացատրական թեմատիկ քարոզների տեղը չկա, կա, աստվածաբանական թեմաներ կան երբեմն, բայց ելի բացատրական մոդեցումով է որ ներկայացնում ենք, ոչ թե այդպես անջատորեն ներկայացնելով առանց մեկնաբանելու համատեքստի համաձայն, գրական համատեքստը, պատմական համատեքստը եւ այլն այդպիսի, որբեսի չլինի, որ մեկը կարծե, որ չէ, թեմատիկ հասկացողություն չունենք։ Ամեն բան, որ սովորեցնում ենք Աստծո խոսքից, թեմաներ են։ Սուքրային, աստվածաբանական, ծառայության հետ կապ ունեցող, դարբեր թեմաներ են։ Կյանքի հետ կապ ունեցող, աստվածաշրջանի հետ կապ ունեցող, ասեմ մի խոսքով բացատական քարոզ որ դրվի հավատարմաբար, արդեն իսկ լիքը թեմաներ ներկայացնում ենք շաբաթ շաբաթ։ Այո, գլխավորը կա։ Եվ կան նրանք, որ ենթա, ասենք, գլխավոր խորհուրդներ են, բայց էլի թեմաներ են։ Այո։ Էլի թեմաներ են։ Ես նաև կավելացնեմ, որ բացատրական քարոզը դա հավատարմությունը Աստծուն փոխանցելու իր մտադրություն, ինչպես ասացի, իր դրած հերթականությամբ, որովհետև այնտեղ աստվածային իմաստությամբ շարադրված եւ կարգավորված մտքեր են, եւ դա Աստված այնպես է օգտագործում, որ աճեցնի դիմացին, փոխի դիմացին։ Եթե մենք արհեստական միջամտություններ ենք անում եւ փոփոխում ենք այդ մտքերի հերթականությունը, մենք պետք է արդյունքին էլ սպասենք, որ լինելու է հենց այդպեսին։ Դա համար հովիվը կարող է խուսափել այն գայթակղությունից, ինչպես անեմ, որ հետաքրքիր լինի ժողովրդին, ինչպես անեմ, որ իրենց ուզած թեման լինի եւ ժողովուրդն էլ իր հերթին պետք է, ինչպես ասացիր, գա լսելու Աստծո խոսքը, Աստծուց այդ օրը կա պատգամ, որը որ հովիվը ջանք է արել, որպեսզի Աստծո խոսքից փոխանցի եւ իր հոգեվոր սնունդը անպայման ինքը այդ օրը կստանա։ Հովվի համար դա պատասխանատվության հարց է Աստծո առաջ։ Ես իմ կարճ փոքր փորձառության մեջ տարիներով սկսել եմ հասկանալ, որքան սխալ եմ եղել առաջ, որքան սխալ։ Ամենքս եղբայրս, ամենքս ասի քիչով շատով այդպես սկսել ենք։ Այո, եւ ինձ համար դա ամոթ չէ ասելը։ Ինձ համար ուրախություն է հիմա ասելը, որ փաստորեն կա միջոց սովորելու, կա միջոց ել ավելի բարելավելու եւ տեսնելու իսկապես ինչպես է Աստծո խոսքը գործում։ Ինչպես են մարդկանց մտքերը փոխում։ Գիտեք, ես նկատի ունեմ իրական դարձ, իրական փոփոխություն, մարդիկ, ովքեր որ աճում են հոգեորապես, որին որ ոչ թե արհեստականորեն ծառի վրա պտուղ ենք այսպես կպցնում, այլ այդ պտուղը իրենն է, ծառինն է, որովհետև այդ ծառը արմատներից սկսել է աճել, մեծանալ, եւ դրան նպաստում է Աստծո խոսքի հավատարիմ եւ իմաստը փոխանցելը,
որ Աստված դա օգտագործում է։ Թե ինչպես է անում, թե հողի մեջ ինչպես է սերմը աճեցնում, դա իր գործն է։ Մենք ցանում ենք, մենք ջրում ենք, բայց Աստված ինքն է աճեցնում։ Այո, Դիմոթեոսի Պողոս Արաքյալը հիշում եմ 2 Դիմոթեոս 2:15-ում ասում է չանա Աստծո առաջ Դիմոթեոսի խրատումը ինքդ քեզ փորձված ներկայացնել իբրև մի մշակ, որ ամաչելու բան չունի, որ ճշմարտության խոսքն ուղիղ է մատուցում։ Հիմա բնակրում ուղիղ է գդրում այդ հասկացողությունը կա։ Հիմա ինչպես Պողոս Արաքյալը ինքը որը վրանակորձ էր եւ ինքը գիտեր որ օրինակ գաշիների այդ կտորները եթե ծուրումուր կդրված լինեն չես կարող միացնել շիդակ գարել պետք է որ ուղիղ գտրված լինի երկու կտոր որ կողի որ գող կողքի դնես կարաս ուղիղ կարել եւ հեշտ ստացվի հետո չբադրվի այդպիսով չլինի եւ Արաքյալը ասում է որ ճանա չանկա սրա մեջ աշխատանք կա Աստծո առաջ ինքդ քեզ փորձված ներկայացնել իբրև մի մշակ որ ամաչելու բան չունի ուրեմն ասել է որ եթե ես ու դու Աստծո խոսքը քարոզում ենք սովորեցնում ենք ոչ թե այն ցևով որ Աստված մտադրած է որ սովորեցնենք որ այդ բացադրական քարոզի հասկացողությունը այստեղ է գտնվում այնուհետև մենք կարող ենք ամաչելու բան պետք չէ ունենանք որ ճշմարտության խոսք ոնց կարող է մեկը չամաչել երբ ինք ճշմարտության խոսքը ուղիղ է մատուցում շիդակ կիսումը շիդակ կիսել այսինքն շիդակ մեկնաբանում է շիդակ բացատրում է շիդակ կիրառելով սկզբունքները ներկայացնելով ոչ թե օգտագործելով Աստծո խոսքից հատվածներ որ գապ չունեն ինձ հետ եւ քեզ հետ այսօր եւ ելի ասեմ եղբայրս սրա մասին լա քեզ հետ լա ուրիշ հովիվ եղբայրների հետ եւ ուրիշ եղբայրների հետ հարաճիգա ժամանակներում մենք կարող ենք ելի ուսումնասիրել տարբեր հատվածներ ինչպես նույնիսկ այսօր մարդիկ սխալ օգտագործում են Աստծո խոսքի մեկնաբանությունը եւ երբ մեր մեկնաբանությունը Աստծո խոսքի առումով սխալ լինի ինչ է սխալ կլինի կիրառումն է որ եթե մենք զորնակ հասկանում ենք որ այս տեքստը այս ասում է բայց այդ չի ասում բայց մեր հասկացողության համաձայն մենք արդեն իսկ մտադրած ենք որ այս տեքստի մեկնաբանությունը բանջում է այս կիրառումը բայց իմիջիալոց այդ կիրառումը չէ որովհետև եթե սխալ մեկնաբանություն կա կիրառումն էլ սխալ կլինի այսինքն չես կարող անջատել կիրառումը մեկնաբանությունից ուրեմն նրա համար է որ Աստծո մարդը հովիվը նրա կարևորագույն ծառայություններից մեկը որ ինքը մատուցում է իր ժողովրդին Աստծո խոսքի քարոզությունը պետք է շիդակ լինի կարողանա այսինքն ուղիղ գիսել Աստծո խոսքը ուղիղ մեկնաբանել կիրառել որբեսի ժողովուրդը գալի հասկանա թե ինչ է Տերը ուզում նրանցից բայց ինքը պետք է ամեն բանի առաջ ինքը սովորի դու ասեցիր սրանից առաջ մի քիչ առաջ որ Աստծո մարդը ինքը պետք է սովորի այսինքն մշակը չի կարող ասել եւ Տերը գամի մեր հաջորդ զրույցին պիտի խոսենք հովական գոչի մասին Աստծո մարդը չի կարող ասել որ Տերը ինչ կանչած է եւ ես հավելյալ ուսումի Աստծո խոսքի առումով ծառայության առումով պետք չունեմ ուրիշ բան ինչու որովհետեւ գա ուսում այո հասկանում ենք Աստծո գոչը կարևորագույնն է բայց սա չի նշանակում չի հերքում որ դու եւ ես պետք չունենք որ Աստծո խոսքը ուսումնասիրենք կամ այսպես սիստեմատիկ հոգևոր ուսում ստանանք լավ մի հոգևոր ճեմարանից ճեմարանը որ նրանք իրենց կյանքով եւ իրենց ծառայությունով եւ իրենց ուսուցումով ցուցաբերած են եւ հայտնած են որ իրենք հավատարիմ են Աստծո խոսքը կիսելու մեջ եւ ապրելու ըստ Աստծո խոսքի համաձայն ինչու որովհետեւ մենք չենք ցանկանում եղբայր որ բարձրապես Աստծո խոսքը սովորեցնող լինենք հաբա գադարող չլինենք երկուսը զուգահեռ տանում են նրա համար 1 Դիմոթեոսի 4:16-ում կարդացինք զգուշ եղիր
քո վրայով եւ քո ճշմարտության վարտաբերության վրայով, որովհետեւ չլինի որ մեկը լավ անում ես եւ մյուսը չկա, այսինքն չեն կարող ասել որ ես օկյորաբես լավ եմ ընթանում Տիրոջ առաջ, բայց Սուրբի չեմ գարտում շատ, չեմ ուսումնասիրում, ինձ համար անկան խնդիր չէ, ես բացում եմ, Սուրբ ոգին ինձ տալիս է Աստծո խոսքը, որ գիրակի առավոտ բեմ բարձրանում եմ, ամբիոնում բացում եմ, Տերը ինձ առաջնորդում է եւ ես այդպեսով խոսում եմ, քարոզում եմ։ Այդ հասկացողությունը մենք մերժում ենք։ Այո, մենք խոսում ենք հիմա սնունդի որակի մասին։ Որակը։ Այո, եւ որակի մեջ շատ մեծ դեր ունի հովի կանչվածությունը, ճիշտ է, մենք խոսենք դրա մասին։ Բայց այո, հաջորդիվ մի ուրիշ էլեմենտ եմ ուզում ընդգծել այստեղ, Հակոբոսը որ գրում է ասում է շատերդ մի ձգտեք լինել ուսուցիչներ, իհարկե դա չի նշանակում վատ բան է կամ պետք չէ ուսուցիչ լինել, մի ձգտեք ինչու, որովհետև ուսուցիչը դարձնում է մարդկանց իր նման, ինչպեսին որ ինքն է, դարձնում է այդպիսին, այսինքն եթե դու վատ որակի սնունդ ունես, դու վատ որակի սնունդ ես տալու, այդ մարդիկ դառնալու են այդպիսին, շեղվելու են, ճշմարտության ճանապարհից պետք է շեղվեն։ Իսկ սնունդի որակը այստեղ ինչպես հասկանալ, որ իսկապես դա ճիշտ է։ Մի օրինակ, երկու օրինակ եմ ուզում, եթե թույլ կտաս։ Այո։ Մեկը հիշեցի քո այն մտքից, որ ասացիր, եթե մեկնաբանություն սխալ է, կիրառությունը նույնպես սխալ է։ Օրեր առաջ համացանցում մեկը գրառում էր արել, վերցել էր Հիսուսի այն խոսքերը, որտեղ որ Հովհաննեսի ավետարանում Հիսուսն ասում է. «Իմ ոչխարները իմ ձայնը լսում են, ես նրանց ճանաչում եմ եւ նրանք գալիս են իմ հետևից»։ Եվ այս երեք մտքից եզրակացության էր եկել, ասում էր. «Եկեք փնտրենք մեր հովի ձայնը», եւ օրինակներ էր բերել, մարդիկ կան, որ կորցրել են իրենց հովի ձայնը, պետք է փնտրեն։ Գրեցի, կարող ես գրել այս համարի որ մասը մեզ սովորեցրեց նման բան, ինչպես եկար այդ կիրառմանը, չէ՞ որ համարը 180 հակառակն է ասում է ոչ թե փնտրիր, այլ արդեն նկարագրում է, ներկայացնում է այդ իրողությունը Հիսուսի եւ իր գառների հարաբերությունը, որ կա արդեն իսկ։ Արդեն կա, ասում է, որ իմ ոչխարները արդեն լսում են իմ ձայնը, այսինքն դա տարբերակիչ նշան է։ Եվ հետևում են ինձ։ Այո, երկրորդ ասում է, որ ես եմ ճանաչում նրանց եւ նրանք հետևում են ինձ։ Այս օրինակով ես ուզում եմ ցույց տալ, եթե սխալ մեկնաբանում ենք, կիրառությունը նույնպես սխալն է։ Ուրեմն ստացվում է, որ այդ համարից կարելի է եզրակացնել եւ ժողովրդին ասել, որ մենք կարող ենք ուրախանալ Աստծո այն աշխատանքով, որ կատարել է մեր մեջ, որ մենք կարողանում ենք մեր հովի ձայնը լսել։ Դա ավելի մխիթարական եւ քաջալերական վստահություն տվող համար է, քան մարդու մեջ վախ ու տագնապ առաջացնում։ Այո, Հագարագը 180 ազգան ինչպես ասացիր եղբայրս, այդպես անում է։ Եվ սա մեր եկեղեցիներում, եւ որ մեր եկեղեցիներում ասում եմ, այսինքն մեր եկեղեցիները, որ Աստվածաշունչի վրա հիմնված են, նրանք ասում են։ Նրանց քարոզապանությունը լինի, նրանց հոգեվոր ծառայության մոդեցումը, փիլիսոփայությունը լինի այդպիսով եւ սրա նման ինչպես գիտես լիքը ուրիշ խնդիրներ կան Աստծո խոսքի հասկացողության մեջ եւ երբ մեկնաբանությունը սխալ է, գիրառությունը սխալ է։ Օրինակ մի վերջնական օրինակով իմ կողմիցս կոնե դամ Երեմիա 29:11-ից, որ շատ աջախ լսում ենք այս համարի վրայով, Երեմիա 29:11-ից, որովհետև Տերը ասում է, ես գիտեմ այն խորհուրդները, որ խորում եմ ձեր մասին, ասում է Տերը, բարօրության խորհուրդներ եւ ոչ թե չարիքի, որբեսի ցեզ աբակա եւ հույս տամ։ Հիմա այս համարը ընդհանրապես մեր եկեղեցիներում որ ասում ոչ թե մեր ամիջական եկեղեցիները, չէ, բայց ավետարանական գոչված, ավետարանական աշխարհը, կոնե ընդեղից սկսյալ։ Ավետարանական ասելով կարող է մգրդական լինի, ավետարանական լինի, իսունական լինի, ինչ որ այսպիսի եկեղեցական լինի, այսպիսի եկեղեցիները։ Եվ սովորաբար այսպիսի եկեղեցիների շատերը այս համարը անդրադառնում են որպես անձնական խոստում Տիրոջից, անհատականորեն, որ ես այս համարը կարող եմ օգտագործել իմ կյանքում եւ Տերը ինձ համար, որ նրա զավակ եմ, ինձ համար խոստացել է բարօրություն, ոչ թե չարիք, աբակայի նկատմամբ հույս, բայց համատեքստը, գրական համատեքստը
եթե քանի համարներ վեր բարձրանանք, դերը խոսում է իր ժողովրդի մասին, Հուդայի ժողովրդի մասին։ Համատեքստում Բաբելոնյան այդ նրանք աքսորը որ ունեցան, որ ինչ պիտի լինի, Աստված Աբաքային իր Հուդայի Իսրայելի ժողովրդի առումով ինչ պիտի լինի, Բաբելոնի աքսորի առնչությամբ։ Եվ դերը ինք ասած էր արդեն, որ դեր ինք խոստացած էր որոշ տարիներ հետ կը 70 տարիներ հետ կը իդ կպիրի եւ այլն այդպես բաներ։ Համատեքստում ուրեմն չեն կարող այդպիսի հատվածներ վերցնել, հա կարող է մենք հավատացյալներս ասենք որ հա բայց Տերը մեզ միտը ինքը բարօրություն սահմանած չէ, հավատաց, այո հասկանում ենք, Հռոմայացիների 8:28-29 վերջը վերջո դեր ամեն բանի մեջ ամեն բան բարի կորզագից անում է մեզ համար, որովհետեւ ումի կերբարի նմանվենք, վերջի վերջո Քրիստոսի։ Մեր բոլոր դարաբանկը, չարչարանքը, դժվարությունները ներառյալ ինչի համար են, որ Քրիստոսի նման լինենք, ոչ թե մեր հանգիստը գտնենք այս երկրում, այս աշխարհում։ Եվ ինչ որ ասացիր Դավթ ջան, որ Աստծո մարդու ծառայության գլխավոր մասը Աստծո խոսքի առողջ կարոզապանությամբ Աստծո ժողովրդին օգտակար լինի ինք նպաստի, որբեսի նրանք ավելի քրիստոսանման լինեն։ Սա մի խոսքով կենտրոնական նրա ծառայության այդ գորիզն է, հիմքն է։ Եվ դրան հասցնելու միջոցը որակյալ Աստծո խոսքը որակյալ կերպով փոխանցելը։ Ճիշտ է, մենք դերևս հույս ունեմ ապագայում կունենանք առիթ այս որակի մասին ավելի մանրամասն խոսելու, որպեսզի լսողները ասեն, լավ, ինչպես մենք հիմա հասկանանք, տարբերենք որն է որակյալը, որը թեպետ մի քանի բան շեշտեցին։ Եվ մեր լսողներից ասիրով հարցեր գտնենք։ Այո, կարող են մեկնաբանել։ Որպեսզի հետո անդրադառնանք այդ թեմաներին, այդ հարցերին այս ծավալով։ Շատ լավ։ Ուղղակի մի տարբերակման միջոց ասեմ, ինչեւ որ Տերը ապագայում առիթներ կտա ավելի մանրամասն խոսելու, մի շատ ճանաչված համար Նեհեմիայի գրքից, 8-րդ գլուխ 8-րդ համարը, որտեղ գրված է այսպես. եւ կարդում էին Աստծո օրենքի գրքում հստակորեն եւ բացատրություն տալով ըմբռնելի էին դարձնում ընթերցվածը։ Նկարագրում եմ իրավիճակ, որտեղ որ Աստծո օրենքը բացատրվում է հստակորեն եւ արդյունքն է ցույց տալիս։ Արդյունքում լսողները ասում է ըմբռնում են ընթերցվածը։ Այսինքն այն քարոզչությունը, որը ըմբռնելի չի դարձնում Աստծո խոսքը մարդու համար, դա չեն կարող համարել Աստծո խոսքի բացատրություն, որովհետեւ Աստծո խոսքի բացատրության արդյունքում լսողը պետք է ասի ես հասկացա ինչ էր ասում Աստված, ոչ թե հասկացա քեզ քո կյանքի պատմությունը, այլ հասկացա ընթերցվածը, ինչ էր ասում Աստծո խոսքը։ Սա պարզապես տարբերակման մի միջոց, որ մեր քույր եղբայրներն էլ ովքեր որ քարոզներ են լսում, միշտ լսելիս կարող են այս հարցը տալ իրենց. արդյոք քարոզիչը օգնում է, որ ես ըմբռնեմ ընթերցվածը, թե ոչ։ Եթե քարոզիչը այս նպատակը չի կարողանում իրականացնել, ուրեմն այդտեղ մեծ հարցական կա, արդյոք իր փոխանցած ուսումը որակյալ ուսում է, սնունդ է, որը որ իսկապես կվերափոխի քեզ, քո միտքը Քրիստոսի մտքին կերպարանակից կդարձնի։ Սա պարզապես մի օրինակ։ Ամեն, շնորհակալություն, շնորհակալություն։ Այո, Տերեկամի անդրադառնանք մեր հաջորդ զրույցում հովվի գանչը, ինչ է հովվական ծառայության գանչը, ներքին եւ արտաքին այդ տարերը, որ կապ ունին նրա գանչի հետ։ Շնորհակալ ենք եղբայրս։ Ես եմ շնորհակալ։ Եկնավոր այր, շնորհակալ ենք այս հնարավորության համար եւ այս շնորհ Հայաստանի ծրագրի համար, ով դեր մեր ցանկությունն է, որ դու բարավորվես այս զրույցներով, այս խոսակցություններով, այս քննարկումներով, ով դեր քո խոսքի համաձայն, թող ով դեր մեր եղբայրները, որ լսում են եւ բոլոր Աստծո ժողովուրդը նրանց համար օգտակար լինի, սկսյալ մեզանից դեր։ Մենք որ մեր սրտերը քնում ենք, ով դեր քո առաջ, որ հավատարիմ գտնվենք քո շնորհով, որովհետեւ կարողանանք դեր քո շնորհով միայն օրհնություն լինել նրանց, որ ցանկանում են նույն ցևով, նույն հոգով
Տերը ծառայել։ Շնորհակալ եմ եղբորս համար, իր նվիրվածության համար, իր ծառայության համար, իր օրինակի համար, շարունակի օրհնել նրան, նրանց եկեղեցին, իր ընտանիքը, ով դեր եւ մեր բոլոր եղբայրները, որոնք նմանապես ծառայում են, եւ մեր քույրերն ալ, նրանք որ դարբեր ծևերով ծառայում են մեր եկեղեցիներում, ով դեր քո բոլոր զավակները դու նրանց հետ լինես, որբեսի հասկանան անգամ եւս այս զրույցը լսելուց հետո, որ ով է հովիվը, ինչ է նրա կարևորագույն դերը, ծառայությունը, ինչ որ լսեցինք Ազո խոսքի այդ մաքուր մատակարարությունը պետք է այնտեղ լինի նրա կյանքում բացատրական ուսումնասիրության կարոզի ցևով, որբեսի Ազո ժողովուրդը ընկալեն դիրոջ մտադրությունը ոչ մի ցանկացած տեքստի եւ հասկանալով նրա իմաստը կիրառեն նրանց կյանքերում եւ այդպիսով կարողանան Քրիստոսավայել ավելի լինել եւ աճել։ Միասնապարով դեր շնորհակալ ենք, ուզում ենք, որ միասնապար աճենք, ինչ իրար ծառայում ենք եւ շնորհակալ ենք, որ այս հնարավորությունը ունենք։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը փառավորվի, իհարկե, Հորը փառքի համար Հիսուսի անով խնդրում ենք։ Ամեն։ Ամեն։